Բարև ձեզ, Վանաձայնի եթերում Հայաց Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ։ Բարեկամներ, այսօր մենք գտնվում ենք Գորիսի Աքսել Բակունցի տուն թանգարանում եւ իմ զրուցակիցն է Աքսել Բակունցի տուն թանգարանի ղեկավար Վարդան Սարգսյանը։ Բարև ձեզ։ Անչափ ուրախ եմ, որ այս գեղեցիկ միջավայրում մենք այսօր հանդիպում ունենք եւ պետք է զրուցենք Աքսել Բակունցի մասին։ Եւ քանի որ մոտ ժամանակներս պետք է նշվի մեր մեծանուն գրողի ծննդյան օրը, դա իսկապես նշանակալի օր է բոլոր գորիսեցիների համար եւ հատկապես թանգարանի համար կարևոր իրադարձություններից մեկն է։ Նախ անդրադառնանք ինչ է տեղի ունենալու այդ օրը։ Անշուշտ Աքսել Բակունցի ծննդյան օրը արդեն տասնամյակներ է, սկսած 80-ական թվականներից նշվում է Գորիսում մեծամասշտաբ, դա քաղաքային տոն է եւ ամեն տարի այդ օրը նշվում է։ Դեռևս 80-ական թվականներին, երբ չկար համաքաղաքային տոներ, այն ժամանակ կոմունիստական կուսակցությունը մտմտում էր, որպեսզի համաժողովրդական տոներ ձևակերպեն եւ իրականացնեն։ Օրինակ Գորիսում դա 80-ական թվականների կեսերին է եղել եւ շրջանային կոմիտեն հանձնարարություն է ստացել որպես սոցիալիստական տոն այդպիսի մի տոն նշվի Գորիսի մեջ եւ մարդիկ ովքեր գործից հասկացել են, այսպես ասած, եթե կարելի է նրանք առաջարկել են նշել Աքսել Բակունցի տոն եւ մեծ արձագանք է ստացել ու ամեն տարի տևական ժամանակ Գորիսում նշվել է Աքսել Բակունցի տոն։ Իդեպ ասեմ, որ դա նշվել է բավական շքեղ։ Նրա հայրական տնից վար մինչև քաղաքի հրապարակ 2-3 խաչմերուկ է, քաղաքի պատմական միջուկն է եւ 3-4 տունը մեկ տան հենց փողոցում մայթի վրա սեղաններ են բացվել։ Եվ մարդիկ իրենց ունեցած ազգագրական իրեր, մթնոլորտ այդ կոլորիտային միջավայրը Գորիսի պատմական ազգագրական միջավայրն են ստեղծել, բացվել են ճոխ սեղաններ եւ վերահացվել համաքաղաքային տոնի։ Բարեբախտաբար դա բավական երկար է տևել։ Հետագայում նախ քաղաքը չուներ իր տոնը, զուտ Գորիսյան օր չուներ, երբ արդեն կյանքն ավելի բարգավաճ դառավ, որոշվեց, որպեսզի նաև քաղաքային օր նշվի, եւ ծնվեց նաև Գորիսյան օրեր, այսինքն մենք ունեցանք կրկին մի նոր համաքաղաքային տոն։ Այսօր եւ արդեն տևական ժամանակներ են նշվում է եւ Գորիսի օրեր, նաև զուգահեռ Բակունցի ծննդյան օրը նշվում է որպես Բակունցյան օրեր։ Պիտի ասեմ, որ անգամ ամենադժնդակ տարիներին, այդ Քովիդի շրջան, պատերազմի շրջան չի եղել մեկ տարի, որ չնշվի Բակունցի ծննդյան օրը, Բակունցյան օրեր չնշվեն։ Բարեբախտաբար այսօր արդեն ավելի ապահով շրջանն է, հանգիստ խաղաղ մի միջավայր է եւ մարդկանց տրամադրությունն ավելի բարձր են։ Մենք նախատեսում ենք, որպեսզի ընթացիկ տարվա ընթացքում կրկին նշենք Աքսել Բակունցի հերթական ծննդյան օրը։ Դա մենք տարվա սկզբին ենք արդեն պլանավորել եւ քայլ-քայլ գնում ենք դրան։ Օրինակ նախատեսել եք, որպեսզի ապրիլի սկզբին հրավիրենք նկարչական նկարիչների սիմպոզիում, համագործակցելով Գորիսի Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնի, Հայաստանի նկարիչների միության հետ, նաև ասեմ, որ ստեղծվել է Աքսել Բակունց հիմնադրամ, որի տնօրենը Թեյմինա Մարության, բանասիրական գիտությունների թեկնածու է, նվիրյալ, մշտապես համագործակցել է թանգարանի հետ, անցյալում էլ աշխատակցուհին է եղել մեզ եւ համատեղ այդ գաղափարը փաստորեն թրծել ենք եւ տեղի է ունեցել արդեն։ Հրավիրել ենք Հայաստանի տարբեր կողմերից 10 նշանավոր նկարիչների։
նրանց կեցության հարցերը մենք հոգացել ենք բարեգործությամբ տարբեր մեր գործարարներին դիմելով նրանց գիշերակացի եւ բոլոր հարցերը հոգացել ենք բարեբախտություն է որ այս անգամ ցանկացած հարցով երբ թանգարանը կամ հիմնադրամը դիմել է մարդկանց բոլորը բարյացակամ իրենց աչակցությունը ցուցաբերել այդ գործին, որը շատ ոգևորող է։ Տեղի է ունեցել դա քառօրյա սիմպոզիում, որի ընթացքում 40-ից ավելի կտավներ են վարձնվել։ Այդ կտավները կցուցադրվի այս տարի հունիսի 13-ին Աքսել Բակունցի ծննդյան օրը նրա հայրենական տանը։ Մեր պատշգամբում կցուցադրենք այդ աշխատանքները Նաև դրանցից մեկական կնվիրվի թանգարանին հիմնադրամին։ Նախատեսել եք նաև արդեն հայտարարությունները տրված են, կան այդ արձագանքները անցկացնել նաև Աքսել Բակունց գիտաժողով։ Փաստորեն արդեն նոր սերունդ է ծնվել, երիտասարդ սերունդ, ովքեր հետաքրված են Աքսել Բակունցով, ստացել եք բավական շատ արձագանքներ, այդ օրը բազմաթիվ գիտնականներ, դոկտոր պրոֆեսորներ եւ բազմաթիվ այլ անպայման կմասնակցեն այդ գիտաժողովին։ Դա նախատեսում ենք անցկացնել հունիսի սկզբներին, Բակունցի ծննդյան նախօրեին եւ դրա ավարտից հետո այդ նույն մարդիկ մասնակիցները սիրով կմասնակցեն Բակունցի ծննդյան հունիսի 13-ի այդ տոնախմբությանը։ Հասկանալի է, իսկ հիմա անդրադառնանք նաև թանգարանի գործունեությանը այս պահին։ Այս տանը, բայց մինչ այդ հարց հետեւյալն է, այս տանն ապրել է Աքսել Բակունցը, նաև հայտնի է, որ իր տնկած ծառը կա այստեղ, ամեն դեպքում աշխատել մի միջավայրում, որտեղ որ Բակունցն է մշտապես եղել, Բակունցն է այստեղ միգուցե հենց այս հատվածում նստել, հանգստացել, ստեղծագործել, սա յուրատեսակ զգացում է արդեն։ Անշուշտ այցելուները, որ մենք շատ եք ընդունում, շատերն ասում են, որ այստեղ առանձնահատուկ էներգետիկ դաշտ կա։ Երբ գալի հայտնում են այստեղ, կարծես կտրվում են շրջակա միջավայրից ու հայտնում են մի ուրիշ աշխարհում։ Իրոք դա այդպես է, այստեղ լինելը դա պատիվ է ցանկացած մեկը որ գալիս է այստեղ հենց այնպես չի գալիս դրան բերում է հենց այդ Աքսել Բակունցի ստեղծագործական ոգին իսկ նրանք ովքեր այստեղ աշխատում են նրանք մեծ պատասխանատվությամբ են այդ ամենը կրում եւ մենք ամեն ջանք գործադրում ենք որպեսզի Գորիսյան միջավայրը գոնե Բակունցի ապրած այդ ժամանակաշրջանը կարողանանք ներկայացնել արտացոլել։ Դժբախտաբար նրա ժամանակներում տնկված բազմաթիվ ծառեր արդեն իրենց կյանքը ապրել, ավարտել են։ Հայտնի է, որ Բակունցը օրինակ այգի նորացրել է, տանձենների, խնձորենիների բազմաթիվ սորտեր, որ բերել է արտերկրից, տնկել է եւ ժամանակի մարդիկ եկել, հիացել են այգով, կտրոններ են տարել, պատվաստներ են արել։ Միգուցե քչերին է հայտնի, որ Բակունցը հենց գյուղատնտես է եղել։ Դե թերևս ուրախալին նա է, որ միջև հիմա էլ քաղաքի մեջ տարբեր այգիներում իդեպ ասեմ, որ Գորիսում այգեգործությունը ժամանակին բավական զարգացած է եղել, թեև վերջին տարիներին անկում է գրանցել, բայց պահպանվել են այն սորտերը, որ Բակունցն է բերել դրսից եւ տարածել Գորիսում եւ պատվաստի միջոցով տարածվել է եւ այսօր այստեղ այնտեղ այգիներում այդ խնձորենու տեսակները պահպանվել են։ Օրինակ Փարվանա տեսակը, որը երկարուկ խնձորի տեսակ է, կարմրաթուր, գորիսեցիները նրանց ասում են բիզլիկ խնձոր։ Այդ խնձորի տեսակը պահպանվել է, թանգարանի մեջ մեկ վայրագների վրա պատվաստել եք, անգամ տարածել եք, հասել է Հայաստանի տարբեր կողմերում, օրինակ
աշտարակում թանգարանի լավագույն բարեկամներից մեկը Սերժ Մանուկյան, մենք սիրով իրեն այդ տանկիներից փոխանցել ենք։ Այնպես որ բակունցյան այդ ոգին շուն չկա։ Միակ ծառատեսակը, որ կենթանի կա, դա մուտքի մոտ տնկված ընկուզենին է, արդեն 120 տարեկանից ավելի, որը հայտնի է, որ Աքսել Բակունցն է տնկել։ Ամեն դեպքում այսօր դուք լսում եք այստեղ Դիլանդայու պատմությունները, ալպիական մանուշակը տարվա իր ժամանակահատվածում լինում է ձեզ մոտ եւ իհարկե Բակունցի նշանավոր սիրելի թեյը խմում եք։ Անշուշտ, մինչև խմելը մենք այդ թեյի թփերը խնամում ենք։ Նրա սենյակում նջարանում կավե թասի մեջ չորացրած թերթիկները ամեն տարի մենք լարացնում ենք, տեղադրում ենք։ Այս տարի մենք նաև եւ հիմնադրամը եւ թանգարանը մի շատ ըստիս կարևոր նախաձեռնություն ենք նախաձեռնել, փորձում ենք դա իրականացնել։ Հուսանք, որ դա կդառնա համագորիսյան միջոցառում։ Խոսքը վերաբերում է ալպիական մանուշակ փառատոնի մասին։ Դե գիտեք, որ ալպիական մանուշակը դա բարձրադիր շրջաներում աճող ծաղկատեսակ է, Հունիսին է, չէ՞ լինում, որը ծաղկում է հունիսի սկզբներին, մեզ հայտնի է արդեն մի արյալ, ոչ արևկող հյուսիսահայաց մի լեռնալանջ, Գորիսի մերձակա ձորակներից մեկում, եւ մենք բազմաթիվ այցեր ենք կազմակերպել, մարդիկ, ովքեր չեն տեսել առաջին անգամ բնության մեջ կենդանի տեսնում են ծաղկի այդ հրաշալի տեսակը, որը բազմացնելը դժբախտաբար շատ բարդ է։ գրեթե անհնար։ Դա մասնագետները միայն կարող են անել, լուրջ մասնագետներ, որովհետև աճած ծաղիկ, ասենք, եթե փորձեք արմատով հանել, տեղափոխել, փորձեք խնամել, համարյա անհնարին է։ Մոտավորապես սնկերի կարգի բան է, որ նույն տեղը չի աճում, այդպես թափառող տեսակ է։ Հենց մտնում եք այդպիսի մի բան կազմակերպել, քանի որ ալպիական մանուշակը դա հենց Բակունցն է, Բակունցի միջոցով մենք գիտենք այդ ծաղկատեսակի մասին։ Վերջապես Բակունցի ամենակատարյալ պատմվածներից մեկն է դա։ Ուզում ենք այսպիսի մի տոն կազմակերպել։ Ամեն տարի նրա ծննդյան օրը մենք ստանում ենք այդ արյալը, որը մեկի որ սեփականությունն է նրա այդ տարածքը նրա մասնավոր սեփականությունն է տարածքի մեջ է աճում, հենց այդ օրը մեզ մի քանի հատ նվեր է բերում ալպիական այդ մանուշակներից եւ դրված է լինում թանգարանի այդ աղբյուրի Բակունցի հուշակար համարվող աղբյուրի դիմակայ սեղանի վրա եւ երեխաները, մարդիկ, ովքեր երբեք չեն տեսել, տեսնում են ծաղիկը, ոգևորվում են, ուզում եք որպեսզի դա համաժողովրդական դարձնել։ Նաեւ որ Գորիսը վերջին տարիներին հատկապես հիմա ծաղկուն վիճակի մեջ է, գողտրիկ մի քաղաք է դարձել, օրեցօր ավելի բարգավաճ է դառնում, որոշել ենք, որպեսզի մենք էլ Բակունցյան շնչով մի նոր ոգի հաղորդենք, մի նոր լիցք հաղորդենք ու մի նոր տոնախմբություն կազմակերպենք, որը կհետաքրքրի զբոսաշրջիկներին եւ նոր այցելուներ կբերի մեր քաղաք։ Հուսանք, որպեսզի դա հաջողությամբ տեղի կունենա եւ դրական արձագանքներ կունենա։ Շատ լավ, եւ մեր զրույցի ավարտին մենք շատ լավ հնարավորություն ունենք մեզ լսողներին, այս պայն մեզ դիտողներին հրավիրելու Աքսել Բակունցի տուն թանգարան, տեսնելու այն ամենը, ինչով որ իսկապես այս տարածքը հարուստ է եւ ինչով որ մշտապես մենք հիացել ենք։ Աքսել Բակունցը Գորիսում պաշտամունքի
չեմ ուզում ասել առարկա է, գորիսեցիները ունեն դա, օրինակ թողնեք դռները բաց, գնանք, երբեք ոչ մեկի մտքով չի անցնի ինչ որ թանգարանի որևէ իրի առարկայի ձեռք տալ։ Սա հենց բակունցի մեծությունն է ու մեր քաղաքացիների մեծությունն է, որ ունեն այդ վերաբերմունքը թանգարանի նկատմամբ։ Օրեցօր ավելի է մեծանում հոսքը թանգարան, օրինակ անցած տարի բավական մեծ այցելուների հոսք ենք ունեցել։ Դե հայտնի պատճառներով վերջին ամենամեծ հոսքը եղել է 19 թվականին։ Այնուհետև այդ հայտնի դեպքերից հետո անցած տարի բավական ակտիվություն ենք դրացել։ Հուսանք, որ այս տարի նույնպես։ Այս տարի արդեն բավական խոստումնալից է, կարծում եմ կգերազանցի անցյալի այդ ցուցանիշները։ Նաև ասեմ, որ մեր թանգարանը մասնաճյուղ է։ Մեր թանգարանը մասնաճյուղ է Հայաստանի ամենամեծ, ամենահարուստ թանգարանի, Հայաստանի գրականության եւ արվեստի Եղիշե Չարենցի անվան մասնաճյուղն ենք, որոնց շունչը մենք մշտապես զգում ենք։ Դուք էլ այդ թանգարանի աշխատակից եք, շատ ուրախ եք ձեր ներկայության համար այստեղ եւ կարծում եմ, համոզված եմ, որ համատեղ ուժերով այս մշակութային օջախը, այս սրբավայրը ավելի բարոյ տեսքի կգա ու շատերին կգրավի։ Իսկապես հուսանք, որ այս տարին նույնպես կլինի շատ այցելուներով հարուստ եւ նորանոր ձեռքբերումներ կարձանագրվեն։ Շնորհակալություն նաեւ այս զրույցի համար։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր մենք գտնվում էինք Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի մասնաճյուղ Աքսել Բակունցի տուն թանգարանում Գորիսում եւ իմ այսօրվա զրուցակիցը թանգարանի ղեկավար Վարդան Սարգսյանն էր։ Ես Վահագն Զաքարյանն եմ, հանդիպելու ենք հաջորդ չորեքսաբթի Վանաձայնի եթերում։ Հաջողություն։